մի վարկյան եսի մոտ նշում եմ արել։ Սամվել Կարապետյանը մշտապես քրեակատարական հիմնարկում գտնվելու պայմաններում դժգոհում էր խցի ցուրտ լինելու պայմաններից։ Ու մեզ արգելում էր, որ դրա մասին ինչ-որ հրապարակային ելույթներ ունենանք, եւ մենք մշտապես քրեակատարական հիմնարկի աշխատակիցներին, վարչության աշխատակիցներին, թե գրավոր կարգով, թե բանավոր կարգով խնդրում էինք, հորդորում էինք, որ ժողովուրդ ցուրտ է այս մարդու խուցը։ Խնդրում ենք ապահովեք բավարար ջերմաստիճան, ձեզանից ավել բան չենք խնդրում։ Մարդուն, ով ազգային բարերար է, այս երկրի համար ունի բազմաթիվ բարեգործություններ իրականացրած, դրանց մասին մեր հանրությունը ակներև գիտի, անկախ ցանկացած անձի կողմից տրված սուբյեկտիվ եւ մանիպուլատիվ գնահատականներից, ինքը ազգային բարերար է, այս երկրի համար մեծ բաներ ունի արած։ Ընդհանրապես իր խուցը պետքա ջերուցել, խնդրում ենք այդ ջերուցումը կամ շուտ միացրեք, կամ գոնե մի հատ այն էլեկտրական ինչ-որ սարքավորմամբ ջերուցեն։ Ոչ մի ձև չջերուցեցին Սամվել Կարապետյանի խուցը, այն աստիճան հասավ, որ վերջինս ունեցավ առողջական խնդիրներ, միշտ ուներ մշտապես մրսածություն, անդադար ինքը մրսում էր ու ոչ ոք չէր կարողանում հասկանալ, թե դա ինչից է։ Ու հասանք նրան, որ իր մոտ ախտորոշվեց երկկողմանի թոքաբոր, նաև հաստատվել է արդեն 2 օր առաջ կովիդի առկայությունը, որը բավականին ծանր դինամիկ ընթացք էր ունենում Սամվել Կարապետյանի մոտ։ Այսինքն հաճախ են խոսում այն մասին պատկամարմինները, թե ոնց կլինի, ում կալանավորում ենք, մեկ էլ հոп պարզվում է, որ ինքը հիվանդ է։ Ինքը հիվանդ չէ, տանում եք այնպիսի պայմաններում եք այդ մարդին պահում, որ հազար տեսակ հիվանդություններ է ձեռ բերում։ Էլ չեմ ասում, որ եղած հիվանդությունները դինամիկ զարգացումներ են ունենում։ Մենք ուզում ենք մեր հանրությունը այս մասին տեղեկացված լինի եւ իմանա, թե ինչպիսի վիճակներում են մարդին պահում։ Բացի այդ վերաքննիչ դատարանի շատ հրատապ նիստ գումարելը, գլխավոր դատախազության կամ առհասարակ դատախազության հրատապ բողոքներ ներկայացնելը մեր համար շատ իրավական առումով շատ մեծ ինդիկատորներ են այն մասին, որ իրոք շատ լուրջ քաղաքական հետապնդում է իրականացվում եւ ամեն գնով փորձում են Սամվել Կարապետյանին պահել կալանքի տակ, թեև ինչպես նշեցի, տնային կալանքի պայմանները էլ ավելի խիստ են, քան բանտային պայմանները։ Պրոստը տանը բավարար ջերուցում Փառք Աստծո կարողանում ենք ապահովել։ Բացի այդ, ժողովուրդ ջան, այս հանգամանքի մասին էլ եմ ուզում իմանամ, հիմա շատերի մոտ հարց կառաջանա, ասեմ, բայց այդ մարդը տենց բժշկական օգնություն չէին ցուցաբերում, փաստաբաններ եք, բա ինչի ինչ-որ գործողություններ չէիք անում, հասկացանք, հրապարակայնորեն չէիք խոսում։ Մենք հանցագործության մասին նաև հաղորդում ենք տվել, այն իրավասու մարմինների նկատմամբ, անձանց նկատմամբ, ովքեր որ պետք է իրականացնեն այդ բժշկական աջակցությունը։ Մենք բազմաթիվ այսպես հատորներով գրություններ ունենք ուղարկած այդ անձանց, որ ապահովեք այս բժշկական միջամտությունը, բուժօգնությունը ապահովեք, որոնց մեծ մասին կամ չեն տրվել պատասխաններ, կամ տրված դեպքերում եղել են ինչ-որ հայավարի ասեմ, ծրողական լղոզած պատասխաններ, դրանով պայմանավորված մենք տվել ենք հանցագործության մասին հաղորդում, բայց այդ հաղորդումից ոչ ընթացքի վերաբերյալ որևէ տեղեկություն կա, ոչ էլ այս իրավակիրառ պայմաններում որևէ այսպես ասած ողջամիտ հույս ու հավանականություն ենք մենք տեսնում, որ այդ մարդիկ այս իրավակիրառ պայմաններում որևէ պատասխանատվության առաջ կկանգնեն, ինչը շատ դատապարտելի դրսևորում է։ Չեմ ցանկանում ձեր ժամանակը շատ ծանրաբեռնեմ, այս մասին մենք շատ մեծ ասելիքներ ունենք, խոսքը փոխանցեմ իմ գործընկերուհին։